Տեղեկացնենք ձեզ, դատավոր Գրիգորյանի նախագահությամբ կայացվեց որոշում իրապես լեգենդար հրամանատար Կանդազի պարոն Ավանեսյանի նկատմամբ կալանքը 2 ամսով որպես խափանման միջոց կիրառելու որոշումը։ Պարոն Գրիգորյանը իդեպ ես ուղղակի այս ընթացքում փորձեցի վերհիշել գեներալ օրինակ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց տևական ժամանակ կիրառած եւ պահպանած դատավորն է։ Իրավական առումով բացատրություն չունեմ։ Գործընկերները եւս իրենց դիրքորոշումը կներկայացնեն, ըստ էության մենք համատեղ դիրքորոշում ենք ներկայացրել դատական նիստի ընթացքում։ Նախաքննական գաղտնիք առանց բացահայտելու հստակ կարող ենք ասել, որ այստեղ գործի նյութ չկա։ Որոշակի իմաստով շատ վտանգավոր մի մարտավարություն է իրացնում հակակոռուպցիոն կոմիտեն, որ նախընտրական քարոզչական ծրագրերը ներկայացնելը քրեականացվում է։ Այսինքն պայմանականորեն 300,000 աշխատատեղերը ստեղծելու վերաբերյալ մանրամասն ներկայացնելը վերածվում է հանցանքի։ Մատչելի բնակարանի ծրագիրը ուժեղ Հայաստանի փորձում են մեկնաբանել այդ տիրույթում, ինչա որ ավելի պարզ մատչելի կերպով անձը ներկայացնում է։ Այստեղ քրեական գործ ընդհանրապես չէինք տեսնում, բայց բավարար չէ, որ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Բավարար չէ այն փաստը, որ ապրիլ ամսվա սկզբից այս վարույթը նախաձեռնված եղել է եւ ոչ պատշաճ վարքագծի տվյալ չեն տեսել Կանդազի մոտ որևէ, բայց դա էլ հաշվի չի առնվում, երբ կալանքն է կիրառվում, տեսակցության սահմանափակում է կիրառվում, այս բոլոր հիմքերը, որոնք ներկայացրեցի, թույլ են տալիս պնդելու, որ մենք պարզապես ունենք նոր հերթական քաղաքական հետապնդումը։